Սիրելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ, նախ ուզում եմ շնորհավորել ձեզ բոլորիդ, քանի որ այսօր կարևորագույն տոներից մեկն է, Հանրապետության տոնը կամ ոմանք համարում են անկախության վերահաստատման տոնը, կարևոր է, քանի որ չկա ժողովուրդ, այսինքն կա ժողովուրդ առանց անկախության, բայց եթե ունես անկախությունը, ապա այն ամենակարևոր արժեքն է ըստ էության։ Մենք այսօր հյուրընկալել ենք քարտեզագրագետ Ռուբեն Գալիչյանին, պարոն Գալիչյան, ողջունում եմ ձեզ։ Ձեզ եմ շնորհավորում։ Թողեք ես էլ շնորհավորեմ բոլորիս մեր առաջին հանրապետության ծննդյան օրը, առանց որի մենք այսօր այստեղ չէինք լինի։ Այո, եւ առանց չեմ ուզում իհարկե պաթոսի մեջ մտնել եւ այդպես ռազմահայրենասիրական ոճի մեջ շարունակել, կուզեմ ձեզ հետ մասնագիտական քննարկում ունենալ։ Նախ շնորհավորում եմ նաև ձեր նոր լույս տեսած գրքի կապակցությամբ, որը կոչվում է Հայաստանը եւ իր սահմանները, եւ ըստ էության այսօրվա թեման է, ես հենց դա եմ վերցրել, թե որն է մեր սահմանը իրականում։ Իհարկե ես կուզեմ, որ ոչ թե մենք տեխնիկապես միայն նայենք, այլև նայենք իրեն, թե ինչով է ինքը կարևորվում եւ արդյոք սա պիտի լինի նաեւ հրամայական բանակցությունների մեջ եւ ի վերջո սկսենք առաջինից որն է Հայաստանի սահմանը մենք այսօր դրել ենք մի քանի ժամանակահատվածների սահմաններ ոմանք վիճարկում են ոմանք համարում են սա պահանջատիրություն Արցախն ենք մենք ներառել, քանի որ դա շատ կարևոր կոմպոնենտ է այստից, բայց ես կուզեի ձեզ լսել։ Տեսեք, ես քարտեզների մեջ կա այդ ներքևինը, մեջտեղի ներքևի քարտեզը, որը պատմական մեծ հայքն է։ Պատմական մեծ հայքը չի կարելի հերքել։ Այդ իշխանություն է եղել, թագավորություն է եղել, նույնիսկ Տիգրան Մեծի ժամանակ հասել է մինչև Միջերկրական ծով, իր այդ գրատարածքները գրավել է, բայց հետ է եկել նույն մեծ հայքի հայկական բարձրավանդակի վրա եղած տարածքն է եղել։ Դա մենք չենք կարող մոռանալ, մեր հայրենիքն է եղել, բայց այսօր իրականությունը տարբեր է։ Ցեղասպանության պատճառով ընդերը մաքրազարդվել է հայերից, եւ երբ որ ժողովուրդ չունես, այլևս այդ երկիրը դու չես կարող պահանջ դնել ներկայացնել այդտեղ։ Մենք ապագայում պիտի միշտ մտածենք, որ մենք ունեցել ենք այսպիսի մի երկիր, նա մեզնից բռնագրավել են եւ դրա հատուցումն էլ ոչ ոք չի տվել որտեղ մինչեւ հիմա բայց դա պիտի մենք դաշտի առաջ ունենք բայց այսօրվա ճանաչված Հայաստան աշխարհում ամեն տեսակետից միավորված ազգեր տարբեր միջազգային կազմակերպություն այն տարածքն է որ մենք այսօր ունենք դա վերջնական Հայաստանը այսօր սա է վաղը կարող է տարբեր լինի բայց ներկայում այս է մեր սահմանները եթե սահմանները ամրապնդենք խաղաղության պայմանագիր եթե կնքենք դա կլինի բայց ոչ մի պայմանագիր հավերժ չի ժամանակ է գալիս երբ որ որոշ բերումներով փոփոխական է դառնում պայմանագիրը կարող է անգամ հաջորդ օրը չէ այո պայմանագիրը գիտեք ինչ է խաղաղության պայմանագիրը ոչ մի անվտանգություն չի բերում Հայաստանի անվտանգությունը կբերի միայն ռազմական ուժի հավասարությունը հարևանների հետ եւ առավելությունը եւ առավելությունը էլ ավելի բարձր Դա է խնդիրը, որ այդտեղի աչքի առաջ ունենք, բայց վերջապես խաղաղության պայմանագիրը մի սկսելու մի քայլ է, այսպես ասած անգլիացիները stepping stone են ասում, առաջին քայլը վերցնելու, այդ քայլը որ աստիճանի առաջինն է, որ պիտի սկսես բարձրանալ այդտեղով։ Եթե փոխադարձ հարգանքները լինի երկու երկրների միջև։ Դուք այդ կարևոր շեշտադրումը արեցիք այդ եթեն, այսինքն եթե կողմերը համաձայն են ուրեմն կարող է աշխատել, եթե ոչ, ապա այստեղ աշխատում է ցավոք, այսպես ասած, միջազգային հարաբերություններում ջունգլիների օրենք։ Այո, այդպես է։ Հիմա կա այստեղ բանավեճ միջազգային հարաբերությունների մասնագետների եւ միջազգային հարաբերությունների ճյուղ կազմող միջազգային իրավունքի մասնագետների միջև։ Միջազգային իրավունքի մասնագետները դուք էլ դրան հղում արեցիք, համարում են, որ կան միջազգայինորեն ճանաչված սահմաններ, այսինքն ՄԱԿ-ը եւ այլն։ Միջազգային հարաբերությունների մասնագետներ, հատկապես ռեալիզմի եւ նեոռեալիզմի դպրոցի ներկայացուցիչները համարում են, որ նման բան չկա, որևէ մեկը չի կարող ճանաչել կամ չճանաչել ձեզ սահմանը, ՄԱԿ-ը չունի այդպես ասած կադաստրի թղթեր, որ տալիս է։ Դու ես որոշում ի վերջո։ Հիմա դուք որին եք ավելի հակված, որ դպրոցը պիտի ավելի, որ ուղղությունը ավելի գերիշխող։ Տեսեք, դե դպրոցի բանի խնդիր չկա։ Օրինակի համար եթե մենք վերադառնանք այս անցյալ դարի սկզբին, ավստրո-հունգարական կայսրությունը կար։
Նրանք կարող այսօր այդ պահանջն ասեն ավստրո-հունգարական ուզում ենք վերականգնել։ Բայց դա հնարավոր բան չի, Ոչ թե պահանջեն, այլ գնան ենթադրենք փորձեն վերականգնել։ Փորձեն վերականգնել։ Նշանակում պատերազմ է։ Այո, պատերազմ է լինելու։ Ուրեմն նորմալ ճանապարհով, խաղաղության ճանապարհով նման անբաներ չի կարելի պահանջել։ Օրինակ Ռուսաստանը գնում է ռևիզիոնիզմի ճանապարհով, ասում է, այսպես պիտի լինի։ Այո, դե Ռուսաստանը, քանի որ դարեր շարունակ սովոր են եղել որպես կայսրություն իրանց ասածը թելադրանք լինի բոլորը կատարեն, դա դեռևս մտածում են նույն այդ մտածելակերպ ուզում են ղեկավարությունը ուզում է աշխարհը իր շրջապատի երկրները գոնե անեն այն ինքը ինչն է ինչ որ ինքն է մեծ տերությունների հիմնականում դա խնդրեմն է որտեղ իրենք անվտանգության խնդիրներ ունեն եւ ցավալի է իհարկե որ այդպես են հարցելուց Ադրբեջանը նույնը չի անում որպես իհարկե որ նույնն է անում Ադրբեջանը անում է նույն բանը այսօր Ադրբեջանը տեսեք այս վերջի հայտարարությունը անցնի 2 ամիս առաջ առաջինն էր որ հայտարարեց որ խաղաղության պայմանագիրը մենք համաձայնեցրել ենք Հայաստանի հետ հետո դրանից հետո միայն Հայաստանը հաստատեց այո համաձայնեցրել ենք բայց ուր հասանք համաձայնելուց հետո Ալիևը սկսեց մեջտեղ քաշել տարբեր նախապայմաններ բայց այդպես է պիտի լիներ Ախր զարմանալի է որ շատերը փոխանակ մասնագիտական վերլուծություններին են գնում են էմոցիաներով հասկանալ է չէ որ Ալիևը անդադար նոր պահանջներ են ներկայացնում դու կատարում ես իր պահանջը ինքը նորն է ներկայացնում դու կատարում ես ինքը նորն է ներկայացնում դրանք վերջ չի ունենա դու ինչ որ ցույց է տվել մեզ այս վերջի քանի զարգացումները շատ անհավանական չի որ եթե մտեղ հասնենք Ադրբեջանը նույնիսկ ասի դուք նախապայմաններից մեկն է որ ցեղասպանությունը հերքեք, չասեք եղել է։ Կամ էլ ասենք մեզ ասեցին որ Արարատի տնկա պատկերը պիտի ձեր բանից եւ պետք է ադրբեջանցիների վերադարձ լինի։ Այդ դրա դիմակ մենք եթե ոչինչ չենք պահանջում, մենք միշտ հետ ենք քաշվում այդտեղ։ Մենք եթե պիտի պահանջենք լուսնի նկարը պիտի ձեր քարտեզի վրայից, ձեր դրոշակի վրայից անեք։ Լուսինը ձերը չէ։ Այո, կամ աստղը։ Դա օրինակներից մեկն եմ բերում ես, բայց պահանջները ներկայացնում որ մեր ժողովուրդը պետք է վերադառնա իր ապրած վայրը, Հայաստանում ծնված թուրքը, շատ լավ, 100-120,000, 150,000 ստեղ են ապրել ժամանակին, բայց 400,000 հայություն ապրել Բաքվում եւ շրջակայքում։ Նրանց ունեցվածքը տիրացել է բոլորը, ինչ եղավ։ Պահանջով չներկայացնես, նրանք ավելորդ նույն շարունակելու են իրենց, քանի որ սովոր չեն Ալիևը ճիշտ ասած իր աթոռը խախուտ կդառնա, եթե պահանջ չներկայացնի մեզ իր ժողովրդի աչքին լավամարդ լինելու համար։ Պարոն Գալչյան, դուք հիմա հղում եք անում ինչ որ առնում 80-ականների դեպքերին, այսինքն երբ որ մենք ունեցանք եւ ադրբեջանցիների արտահոսք, իհարկե նրանք հանգիստ գնացին, որովհետեւ մեկ իրենց չնեղեց Բաքվում, Սումգայիթում ջարդեր նման որևէ բանով չպատասխանեց։ Արցախը որպես այդպեսին շատերի համար մնում է դա այսպես ասած անկյունակարային հարց։ Մինչև 18 թվականը եւ դրանից հետո ինչ կարգավիճակ է ունեցել Արցախը կամ Ղարաբաղը այն ժամանակ տարբեր անուններով են կոչել դրա մասին ասում ինքը Արցախ է եղել է Հայաստանի մաս, թե եղել է Ադրբեջանի մաս, թե ոչ մեկի մաս չի եղել, արդյոք դա վիճարկելի տարածք է։ Արցախի իրավիճակը երբ որ Հայաստանը անկախացավ եւ ստեղծվեց Ադրբեջանի Հանրապետությունը, քանի որ Արաքսից հյուսիս երբևէ Ադրբեջանով երկրամաս գոյություն չի ունեցել, նրա անունը նախնական որոշումներով պետք է լիներ Հարավ-Արևելյան Կովկասի մուսուլման հանրապետություն։ Սա պետք է լիներ անունը, բայց իրենց ղեկավարը Ամինիզ Ռասուլզադեն, որը ծայրահեղական էր, խորհրդակցելով Օսմանների հետ, Օսմանյան կայսրության հետ, որոշեցին անունը Պարսկաստանի նահանգի անուն վերցնել իրենց վրա։ Դա էլ արեցին։ Այդտեղ իհարկե բողոքներ եղան պարսիկների կողմից, բայց ոչ ոք կարևորություն չտվեց։ Պատերազմից հետո արդեն զբաղված էին Միջին Արևելքի նավթը բաժանելով իրենց մեծ պետությունները։ Բայց խնդիրը այնտեղ է, որ երբ որ առաջ է գալի այս խնդիրը, երբ որ անկախացանք մենք, դրանք էլ ասենք անկախացան ծնվեց Ադրբեջանը, Ղարաբաղում ապրում էին մեծամասնությամբ հայեր, 80-ից ավել տոկոս, 85% հայություն էր ապրում շրջանում, ոչ թե միայն Լեռնային Ղարաբաղում, այլ շրջակա դաշտերում նույնպես։ Եվ ադրբեջանցիները ասում են, սա մեր տարածքն է, մերը պետք է լինի վիճելի տարածք էր դարձել այդտեղ։
Բայց այն օրը, որ Ադրբեջանը, գիտեք, մայիս 20-ին դարձավ Ադրբեջան կոմունիստ սոցիալիստական միացավ կոմունիստական կարգերին, իսկ Հայաստանը ավելի ուշ, նոյեմբերին վերջերին դեկտեմբերի մեջ միացավ։ Այդ ժամանակ, որ Ադրբեջանը արդեն դարձել էր կոմունիստ եւ դեռևս այդ տարաձայնությունները կային, որ Ադրբեջան Ղարաբաղը ումը պետք է պատկանի, 1920 թվականի նոյեմբերի 30-ին Ադրբեջանի պարլամենտը որոշեց, որ Ղարաբաղը եւ Սյունիքը պետք է Հայաստանին պատկանի։ Եվ այդ հայտարարությունը արվեց Բաքվի թերթերում, Հայաստանում եւ Մոսկվայում նույնիսկ տպագրվեց որոշումը։ Այդ որոշումը գոյության կայացավ մինչև 21 թվականի հուլիս, երբ Կովկասյան բյուրոյի ժողովի մեջ Ստալինը եկավ ներկայացավ, սկզբում հայտարարեց, որ այո, Ադրբեջանի որոշումը ճիշտ էր, դա հուլիս 4-ին էր, հուլիս 5-ի առավոտյան վեր կացավ, հակառակն ասեց, չես, բոլորը պետք է հանձնվի Ադրբեջանին։ Այդպիսի որոշումներով է ձեռքից եկան Ղարաբաղը։ Իսկ ժամանակին 20-ական թվականներին Շուշի ժողովուրդը մեծամասնությամբ հայ էր եւ կոտորվեց, ինչ եղավ։ Տեղի մուսուլմաններ կարգադրեցին, ցեղասպանություն արեցին եւ հայերին կոտորեցին։ Այդ 20,000 հայից 1000-ը մնաց այնտեղ։ Մնացած մի մասը սպանվեցին, մասը փախան։ Շուշին այդ ձևով հայերից դատարկվեց։ Պարտադիր ձևով, ինչ որ էս վերջերս ուրիշ ձևով կատարեցին։ Այո, շարունակում են այն ձևով։ Դա ուրեմն ժամանակին եղել է հայաբնակ, եթե նայում եք նույնիսկ եվրոպական քարտեզներին, Ղարաբաղի շրջանի մասին խոսում է, որ այստեղ հայ ժողովուրդ էր ապրում։ Օրինակ Լենք Թեմուրի զորավարի մեջ, ուրեմն այդ զորքի ղեկավարության մեջ կար մեկ հոլանդացի, որը գերավարվել էր նրանց կողմից եւ աշխատում էր իր պահակազորի մեջ։ Շիլդբերգեր անունով, Յոհան Շիլդբերգեր, որը 1300-ական թվականներին եկել էր շրջան եւ 18-20 տարի ստեղ ապրել։ Լենք Թեմուրի թոռը Շահրոխը ասում է իր հուշերի մեջ, դա գրում է, որ ամառները սիրում էր գալ մի շրջան Հայաստանում, որ կոչվում էր Ղարաբաղ, որովհետև շատ լավ օդ ուներ, շատ հաճելի գեղեցիկ շրջան էր, ամեն ամառ Շահրոխը անց էր կացնում Ղարաբաղում, որտեղի ժողովուրդը քրիստոնյա էին, բայց հարկ էին տալի ոչ քրիստոնյաների։ Սա 14-րդ դարի գրականության մեջ է։ Այս վիճակություններ շատ կան, որ հայություն եղել մեծ մասը տեղ ապրող։ Հետո քաղաքական իր դեպքերի բերումով հասել ենք այստեղ։ Հետո էլ երբ որ 90 թվականին էր, երբ էր 91-ին էր Ղարաբաղի ժողովուրդը ըստ Խորհրդային Միության Հանրապետության օրենքի հանրաքվեով անկախություն հայտարարեց, ոչ ոք կարևորություն չտվեց դրան։ Մոսկվան չվավերացրեց առաջինը, քանի որ զբաղված էին ուրիշ բաներով, նույնիսկ ժամանակին Հայաստանի Հանրապետությունը ոչ ոք կարևորություն չտվեց, որ Ղարաբաղի ժողովուրդը անկախություն է ցանկանում եւ վավերացրել է իր հանրաքվեով։ Այո։ Եվ հիմա էլ որևէ մեկը հետամուտ չեղավ։ Հիմա էլ հետամուտ չենք լինում։ Պարոն Գալստյան, Հայաստանի սահմանը դուք տեսնում եք որպես մասնագետ որոշակի կոնտուրների մեջ։ Ադրբեջանը չի ընդունում այդ սահմանները։ Եվ ես հենց դրա մասին եմ ասում, որ մեկ բան է միջազգային իրավունքը, մեկ բան է միջազգային հարաբերությունը։ Իհարկե, հեռուստադիտողներից շատերը միշտ չէ, որ այդ տարբերությունը լավ գիտեն։ Ադրբեջանը հիմա հաճախ, երբ որ օրինակ հանդիպումներում ես ներկա եմ լինում, իրենք ասում են պայմանական սահման։ Պայմանական սահմանին տեղի ունեցավ է, այս պայմանական սահմանին տեղի ունեցավ են։ Իրենք չեն ընդունում, որ Հայաստանը այս սահմաններով է։ Ինչ անել եւ արդյոք Հայաստանը ճիշտ է անում, որ գնում է օրինակ դեմարկացիա դելիմիտացիայի ճանապարհով, բայց առանց լուծելու քաղաքական խնդիրները։ Գիտեք ինչ կա, այդ սահմանները, որ գծվել են ժամանակին, Խորհրդային Միության շտաբն է գծել, նրանք այդ քարտեզներն են, որ 1991 թվականին Ալմատիում բոլոր 11 հանրապետությունների երբ անկախացան, Խորհրդային շտաբի գծած քարտեզների հիմքերի վրա դրվեց սահմանները։
Եվ դա նրանք են, որ այսօր Ալիևը մինչև 2023 թվի ձմեռը գարնանը չէր ընդունում, ասում են մենք Ալմաթայի որոշումները չենք ընդունում։ Բայց եկեք տեսեք անցյալ տարի ընդունեց հակառակը ստիպում են որ մենք ընդունենք, որ դուք ճանաչել եք Արցախը որպես Ադրբեջանի մաս, հիմա նորից ճանաչեք։ Ադրբեջան միտքս Ադրբեջանի մաս չէ, ընդհանրապես սահմաններին է խորհրդում։ Սահմանները չէր ընդունում, քանի որ եթե սահմաններ ընդուներ, իր գրաված հայկական տարածքները պիտի վերադարձներ Հայաստանին։ Արցախի մասին չեմ խոսում։ Այդ 240-50 կիլոմետր բարձրունքն է գրավել, տավուշումներ որոշ տեղել գրավել եւ այլն։ Դրանք էր։ Հետո Ալիևը անցյալ տարի ձմռան սկիզբը ընդունեց, ասեց, հա, ընդունում ենք Ալմատիի սահմանները։ Ուրեմն պետք է այլևս չկոչեն, որ պայմանական սահմանները, արդեն դրանք պաշտոնական են դարձել, երբ որ Անգարչյան չէ, մի քիչ այդպես չի։ Ալմաթայի հռչակագրի հետ կապված Ալիևը խոսել է դեռևս 15-16 թվին, հայկական կողմն է, որ հրաժարվել է միշտ այդ փաստաթուղթը, որոշակի ձևով ընդունել։ Ընդհակառակը Ալիևը ստիպեց հայկական կողմին ճանաչել Ալմաթայի հռչակագիրը որպես հիմք, որպեսզի հրաժարել տա Արցախից ընդհանրապես, իբր դուք պաշտոնապես դեռևս 91 թվին եք ընդունել, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Բայց երբ որ հայկական կողմը ընդունեց, դրանից հետո ինքը հրաժարվեց Ալմաթայից, հա, որովհետև արդեն ինքը ասեց Ալմաթան անցանք, հիմա մենք ունենք պայմանական սահմանը, հետեւաբար նաև ՀԱՊ կա, ասես, գիտեք, մենք չգիտենք որն է ձեր սահմանը։ Դա դեր իրականությունը դա չի, ՀԱՊ-ի իրանք շտաբն է գծել այդ սահմանները, ինչպես է չգիտենք։ Դե որովհետև հենց սա է բանը, որ հայկական կողմը չի ասում, որ եղբայր դու գրավել ես այս տարածքները, դու այս ամեն ինչը պիտի պատասխանատվություն կրես դրա համար եւ նաեւ Արցախի հարց կա։ Դե մեր խնդիրն է նա, որ այն որ մեր պահանջներն են, մեր իրականությունն է, չենք համարձակում բարձրաձայնել շատ, որոշ տեղեր չենք ոչինչ չենք ասում, դու նստում լսում ես։ Դա հենց սա է խնդիրը, այսինքն իրենց համար ոչ ամեն ինչը պայմանական է, բայց մեզ համար կարծեք հստակ է Արցախը Ադրբեջանը, սա մեր սահմանն է, ինչ է ասում վարչապետը, 29000 թե ինչքան է, միշտ շեշտում է 29743 Դա ճիշտ մոտեցում է։ Եթե այդ թվերին նայենք 26926 թվին խորհրդային քարտեզների վրա նշված է Հայաստանի տարածքը 30948 քառակուսի կիլոմետր, Ադրբեջանինը 84660 Հետո 10 տարի դրանից հետո Հայաստանը դարձավ 29743, Ադրբեջանը 84660-ից դարձավ 86600 ավելացավ, ասենք։ Եվ Նախիջևանն էլ ենք մենք։ Նախիջևանը մեկով։ Ինչ անե, պարոն Գալչյան, ինչն է ճիշտը։ Քաղաքական առումով չգիտեմ, եթե կուզեք խոսել։ Ես քաղաքականագետ չեմ ուզում շատ խառնվել այդ գործերին, բայց ուզես չուզես, երբ որ սահմանների մասին ես խոսում, քաղաքականության մասին ես խոսում։ Մենք ունենք ինչ որ ունենք, եթե կարողանանք Ալմաթիի այդ սահմանները, որ գծված են, դրանցով դելիմիտացիան, դեմարկացիան Ադրբեջանի հետ անենք եւ իրական դառնա, դա արդեն շատ մեծ քայլ կլինի։ Բայց ես չեմ տեսնում նախագահ Ալիևը ցանկություն ուներ այդ գործն անելու։ Քանի որ այն օրվանից ինքը այդ բարձրունքները գրավեց, ասաց, որ այնտեղ, որ մեր զինվորը կանգնած է, դա մեր երկիրն է։ Դա թուրքական ազգերի մոտեցումն է։ Հիմա պիտի հետ քաշվի տեղից։ Իհարկե ոչ։ Պետք է օրենքով քանի որ ինքը ընդունել է, որ Ալմաթիին գնանք։ Բայց Ալմաթայի փաստաթուղթը որևէ իրավական լուրջ փաստաթուղթ չի։ Բայց դրանով անկախացան բոլորը։ Դա ընդհանրապես սկիզբն էր, ինչ-որ մի բանի վրա պիտի հենվեին։ Սկիզբը դրա համար է մենք որ չենք հետևել մինչև։ Բայց Ադրբեջան դրանից հետո պատերազմ է հայտարարել Հայաստանի դեմ, Արցախի դեմ կամ երկուսի հետ միասին։ Ինչ Ալմաթայի հռչակագիր։ Այդ նույնը ոնց որ մենք վերադառնանք Ռիբենտրոպ-Մոլոտով փաստաթղթին եւ ասենք այն ժամանակ սենց սահման է Լեհաստանի։ Ինա պայմանագրի մեջ է գրված Ալմաթի պայմանագրի։ Դե նոր իշխանության մոգոնած բանն է։ Գիտես ինչ է, խնդիրն է որ երբ որ առիթն ունես որ կարող ես մի բանը շտկել, չես անում, չես շտկում 90-ական թվականների սկզբին, մենք այդ սխալները կարող էինք ուղղացնել որոշ տեսակ։ Չեն կարել ոչինչ։ Մեր իշխանությունները ժամանակ զբաղված էին իրենց գրպանները լցնելով եւ պալատները կառուցելով, կարևորություն չեն տվել դրան, դրա համար անցավ գնաց
ժամանակն անցավ եւ հիմա ամեն ինչին նայում ենք ուշացած։ Արդեն որ խնդրեմ է եղել մեր համար, խնդիր է հարուցել։ Ինչ անել, պարոն Գալստյան, որն է լինելու Հայաստանի մոտակա 10 տարվա ձեզ քարտեզի փոփոխման շանսեր, հնարավորություն ունենք կամ պիտի ձգտենք։ Հնարավորությունները միայն նա է, որ եթե կարողանանք մենք Ալիևի հետ այս համաձայնագրի վրա Ալիևը մեծ թշնամի է, պարոն Գալստյան, Ալիևը մեզ համարում է վիրուս այս տարածաշրջանի համար, հա։ Մենք մոռացեք Ալիևի հետ պայմանավորվել որևէ բան, մենք չենք կարող պայմանավորվել։ Օտարները պետք է Օտարը ոնց կարող է մեր փոխարեն պայմանավորվել։ Դե կարող է ճնշում դնել։ Ինչ ճնշում, ում վրա։ Ոնց։ Ինչի համար։ Այսօր եվրոպական բոլոր երկրները ֆանտաստիկ աշխատում են Ալիևի հետ, որտեղ նավթ ունի, գազ ունի եւ այլն։ Ինչ ճնշում։ Եվրոպական երկրների մեղքերից մեկն էլ դա է, որ իրենք բաներ սանկցիաներ են դնում Ռուսաստանի դեմ, հետո այդ նույնը շրջանցում են Ադրբեջանի միջոցով նավթագազը գնել Ռուսաստանից։ Արդեն բարոյականից ինչքան Ռուսաստանը օգնեց, այդքան Արևմուտքն է օգնել, էլի։ Ճիշտ է։ Եվ մենք միակ ճարը, որ ունենք, այսօր պետք է ռազմականորեն ուժեղանանք, որ կարողանանք մեր ունեցածը պահել առաջի երթին։ Եւ հետո օրերից մեր եթե կարողանանք ուժ ունենանք, պարտադրել մեր հարևանին, որ Ղարաբաղի ժողովուրդը, Ղարաբաղը հայ ժողովրդի պատմության մեկ մաս է։ Դա արդեն ուժի խնդիր է։ Իսկ որքանով են անվտանգ այն սահմանները, որոնք պահվում են այս պահին օտար զինվորի կողմից։ Խոսքը թուրքական եւ իրանական սահմանների մասին է։ Ես շատ վտանգ չեմ տեսնում այդտեղում։ Իրանը ընդհանրապես վտանգավոր չի, քանի որ նա ցանկություն ունի քո ստատուս կոն պահելու, որ ինչպես որ կարողանա Ադրբեջանը ճանապարհը չհատի իր դեպի։ Չէ, բայց նորմալ է, որ մեր սահմանը օտարազգի են պահում։ Նրանք չեն պահում։ Նրանք մեր հարևաններն են։ Չէ, խոսքը ռուսների մասին է։ Դա ռուսներին դե հանեցին հիմա եւ Չէ, հանել են ԿՊՊ-ից, ոչ չեն հանել սահմանից։ Ինչպես։ ԿՊՊ-ից են հանել։ Այսինքն այդ հսկիչ անձնագրային կետից են հանել, բայց ոչ ամբողջ սահմանից։ Սահմանը դե հիմա պիտի գնանք Թուրքիայի սահմանը եւ այդ սահմանը մեր զինվոր սահմանապահները պիտի պահպանեն։ Այդ պարտադիր է, դա պետք է լինի։ Մեր երկրի չենք կարող մենք ուրիշին վստահել մեր երկրի սահմանը։ Դեմ որ ռուս զինվորն է կանգնած ընդեղում անի չի թողնում որ հայը մոտենա տեսնի հերրից նույնիսկ տեսնի իր 5 մայրաքաղաքը։ Ես գնացել եմ, ասեմ ռուսները խանգարում են, վերջը գնացինք ուրիշ ճանապարհով մոտեցանք, որ կարողանանք մոտենալ այդ սահմանին։ Դա փաստաթղթերի հիման վրա այս պետությունն է ստորագրել այդ փաստաթղթերը։ Ո՞վ է ստորագրել։ Ո՞վ է ռուսները թողել են դե մտնեն, որ իրանք այնտեղ հազարամյակներ այնտեղ կանգնած չեն եղել։ Մեր պետության ղեկավարներն են թողել եւ շարունակում են թողնել։ Իհարկե։ Պարոն Գալստյան, ինչ-որ բան եք ավելացնելու։ Չէ, պարզապես ես պիտի ավելացնեմ, ես մեր երկրի, մեր ժողովուրդը պիտի ճանաչի, որ քաղաքացի լինել երկրի ինչ է։ Երբ որ երկիր ունես, անկախ երկիր ունես, քաղաքացի լինել ենա, որ դու երկրի մասը կազմես քեզ, զգաս այդ նե մասն ես, դու այն գործերը որ անում ես, միայն քեզ համար չես անում, քո երկրի համար ես անում։ Եթե տանդ մեջ մեծև ես պահում քեզ, դու այդ երկրիդ մեջ էլ դու այդպես պահես։ Ամենափոքր խնդրից վրա չի, եթե տանդ սիգարետ է անկցնում ես, չես գցում գետին, որ գիտ վրա։ Մոխրամանի մեջ ես պահում, այստեղ փողոցում գցում են գետին։ Ինչու՞։ Նույնը պետք է հաշվի, դու պետք է մտածես, որ քաղաքացի ես մի երկրի, այսինքն այդ երկիրը քո տունն է, ոչ թե քո բնակվելու տեղն է միայն։ Այո, այդ զգացմունքը մենք պետք ունենք, որ մտածենք մեր երկրի, մեր տարածքի, մեր շրջանի, մեր հարևանի, մեր ժողովրդի մասին, ընդհանուր։ Բոլորին մի աչքով նայենք։ Մենք այսօր ազգականներին, ծանոթներին, բարեկամներին, ընկերներին շատ ուրիշ աչքով ենք նայում, քան փողոցից անցնող որևէ օտարի, որ կարող է նրանցից ավելի լավ մարդ լինի։ Բայց դա օտարը մեզ համար կարևոր չի։ Բայց մինչդեռ եթե որպես քաղաքացի ես մոտենում խնդրին, նա էլ է երկրի քաղաքացի, դու էլ ես երկրի քաղաքացի։ Այո։ Շնորհակալություն, պարոն Գալստյան։ Շնորհակալություն եւ ես մեկ անգամ ուզում եմ շնորհավորել մեզ բոլորից։ Մենք շնորհակալություն ենք հայտնում պարոն Գալստյանին, քարտեզագրագետ։ Հուսով եմ, որ պարոն Գալստյան ելի կայցելեք մեզ եւ ավելի մի փոքր երգամ քաղաքականությունից խոսելը միշտ բերում է տարակարծությունների, այսինքն
Իհարկե, գիտությունը, գիտությամբ քաղաքականությունը արդեն բերում է այդ ջիղը, հա, Ես լինե 8 տարի լինելով Լոնդոնում Հայաստանի հյուպատոսը, ես շատ եմ շփվել դիվանագետների հետ, թե հայ, թե օտարների, իրանց հանդիպումներին, բանի ներկայը, եւ ինձ բոլորովին դուր չի գալի այդ մթնոլորտը, բայց դե քաղաքականությունը է, քաղաքականությունը սևին սպիտակին չես ասում սպիտակ սև, ասում ես ոչ, սա ոչ սև է, սա ոչ կարմիր եւ այո, դիվանագիտական լեզուն մի քիչ իրականությունից հեռու է։ Այո։ Շնորհակալություն ձեզ։ Մենք հյուրընկալեցինք քարտեզագրագետ Ռուբեն Գալիչյանին, ձեզ հետ է քաղաքագետ Գևորգ Մելիքյանը, հաջողություն ձեզ։